Հայաստանի և Եվրոպական միության մշակութային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության երկրորդ հանդիպումը։ Օրակարգում Հայաստանի մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-27 թվականների ռազմավարության իրականացման ընթացքն է Հայաստան-Եվրամիություն մշակութային գործակցության հնարավորությունները։ Շատ կարևոր է զարգացնել գործակցությունը, ստեղծել կապեր տարբեր հաստատությունների միջև, ներդրում կատարել հայկական մշակույթի ոլորտում։ Հայկական մշակույթը հայկական ինքնության կարևոր բաղադրիչ է, ինչպես նաև տնտեսական զարգացման կարևոր գործոն։ Մենք ներդրումներ ենք կատարում թե մշակութային ժառանգության պահպանման, թե ստեղծարար տեխնոլոգիաների, մշակութային զբոսաշրջության, մշակույթի շուրջ ձևավորվող տնտեսական զարգացման նոր հնարավորությունների ուղղությամբ։ Վասիլիս Մարագոսի խոսքով աշխատաժողովի նպատակն է միավորել ոլորտի ներկայացուցիչներին, համատեղ աշխատել, սահմանել առաջնահերթություններ և ներդրում ունենալ հայկական մշակույթի զարգացման մեջ։ Մենք քննարկելու ենք թվայնացման, մշակութային ժառանգության պահպանման, ստեղծարար տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև մշակութային փոխանակումների ընդլայնման հարցերը, որոնք կօգնեն հայկական մշակույթն ավելի ճանաչելի դարձնել Եվրոպայում։ Մարագոսը հիշեցրեց այս շաբաթ տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Քննարկեցինք կապակցվածության տարբեր ոլորտներում ներդրումների հարցերը, սակայն առանձնահատուկ կարևորություն ունի մարդկանց միջև կապերի զարգացումը, որտեղ անհրաժեշտ է ներդրումներ կատարել մշակույթի և երիտասարդության ոլորտներում, մեր գործընկերությունն առաջ մղելու և այն մարդկանց առօրյա կյանքի համար առավել նշանակալի դարձնելու նպատակով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը կարևորեց նման ձևաչափով հանդիպումը։ Մի կողմից մենք միմյանց կտեղեկացնենք մշակույթի ոլորտում առկա իրավիճակի մասին, ձեռքբերումների մասին, կքննարկենք նաև խնդիրները, դա հիմնական դերակատարների միջև որպես երկխոսություն, բայց մյուս կողմից նաև մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք ել ավելի լավ ինտեգրվել եվրոպական մեծ տարածքին մշակույթի ոլորտում և օգտագործել այդ նպատակի համար ինչպես բազմակողմ հարթակները, այնպես և երկկողմ հարթակները։ Ըստ Մարտիրոսյանի, հայկական մշակույթը եվրոպական մշակույթի անբաժանելի մասն է։ Խրախուսում ենք եվրոպական տարածաշրջանի հետ տարբեր ձևաչափերով, այդ թվում մշակութային հաստատությունների մակարդակով, անհատ արտիստների, այդ թվում ինքնազբաղ արվեստագետների մակարդակով գնալ գալը, շարժը, և այդ առումով կուզեի ասել, որ իրապես, եթե այսօր մենք խնդիր ենք դնում միջազգային համագործակցության առումով, որ մեր մշակութային կառույցները, այսպես ասած, դիվերսիֆիկացնեն, այսինքն փորձեն ամբողջ աշխարհի հետ համագործակցել, իհարկե դրա մի շատ կարևոր մաս բաժին ենք դնում եվրոպական տարածաշրջանին, ինչու, որովհետև եթե մենք SEPA-ի համաձայնագրով կամ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով փորձում ենք Հայաստանում հանրային կյանքի տարբեր ոլորտները բարեփոխել և համապատասխանել եվրոպական չափանիշներին կամ մոտարկել եվրոպական չափանիշներին, ապա մշակույթի ոլորտում տենց խնդիր չունենք։ Պատասխանատուների համոզմամբ Եվրոպական միության և Հայաստանի միջև մշակութային գործակցության ամրապնդումը կարևոր նշանակություն ունի կայուն և ներառական հասարակության ձևավորման համար։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։